Կենթան պրոբլեմը, ցավը, ման է, սա ուրիշ ոչ մի բան չէ։ Ես Նարինե Ղազարյանն եմ, ապրում եմ Ծովագյուղում, ունեմ 2 բալիկ, Կարենից Մանեց, ընտանիքի անդամներով ապրում ենք 6 հոգով, տատիկը, պապիկը, ես, երեխաներս ու ամուսինս։ 3 տարի առաջ լողացնելուց ոնց որ թե զգացվեց էլի, որ ողնաշարի թեքվածություն ունի, ախտորոշել են սկոլիոզ, ու մեզ ասել են, որ պետք է անպայման վիրահատվի։ Չվիրահատվելու դեպքում սկոլիոզն ավելին կբարձրանա, դրանից հետո արդեն կխանգարի մյուս օրգաններին։ 48 աստիճանից դարձել է 52 աստիճան։ Մեր տան առաջնային խնդիրը դարձել Մանեի վիրահատությունը։ Ուզում ենք, որ շուտ վիրահատվի։ Մանեի վիրահատության եւ իմպլանտների գումարը կազմում է 4.5 միլիոն դրամ։ Մեծ գումար է, հնարավորություն չունենք։ Ամուսինը հիմնական աշխատանք չունի։ Ես էլ փռում եմ աշխատում, մի օր գնում եմ, չեմ գնում, Մանեից էս խնդիրը որ կա, հաճախակի տանը շատ եմ մնում ես։ Իսկ պահին շատ մեծ խնդիրը Մանեի խնդիրն է։ Առանց հացարած ջուրել մնաս, բայց երեխա առողջ լինի։ Մենք ամուսիներով ամսող գիշեր չենք քնում։ Մտածում ենք, որ Մանեի վիրահատությունը ոնց պետք է լինի։ Առաջնային այդ վիրահատությունը համար, որ գոնե լավ վերջանա։ Մամտենաս նորմալ ձևով ես ամեն ինչը կանցնի, իմ մոտ ամեն ինչ նորմալ կլինի, ասում եմ, հա Մանե ջան, որ վիրահատվար ամեն ինչն արդեն նորմալ կլինի։ Պետության կողմից հատկացված գումարները չեն կարող բավականացնել նմանատիպ մեծ ծավալային եւ տեխնոլոգիական վիրահատություններին, հատկապես իմպլանտների առումով, որոնք դժբախտաբար առայժմ ներառված չեն պետպատվերի շրջանակներում։ Մանեն մեր բուժառուներից, ով ունի ողնաշարի կրծքային հատվածի կրկնակի կորությամբ սկոլիոզ եւ իրեն ոսկրային աճի ավարտման փուլում արդեն իսկ ունենք 52 աստիճան կորություն։ Կարճ տարածության վրա կորությունները իրանք դժվար կառավարելի են։ Շատ կարևոր կլինի այս երեխայի օգնությունը, որը թույլ կտա ունենալ ստաբիլ ողնաշար, թույլ կտա կանխարգելել ֆունկցիոնալ խնդիրները։ Կուզենայի, որ առողջ լիներ, լավ անցիր վիրահատությունը Մանեիս։ Եթե ուզում չունեմ ուրիշ ոչ մի բանի մասի չեմ մտածում, բացի Մանեից։ Կորսետը որ հանում եմ, չեմ կարողանում երկար կանգնել, նստել էլ չեմ կարողանում, պետք է ինչ-որ դիրքի նստեմ, հարմարացնեմ, որ կարողանամ նստեմ։ Սպասում ենք, որ շուտ քույրիկս վիրահատվի, որ արդեն իրան ավելի լավ զգա, ամեն ինչի մեջ իրան օգնում եմ, որ իր համար ավելի հեշտ լինի, որ չծանրաբեռնվի, ծանր ինչ-որ բան չվերցնի։